Ձեր ուժը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում, երբ դուք լինեք վարչապետ, 1 դրամով են աշխատելու։ Հիմա ձեր ուժի падգամավորներից քանիսն են պատրաստ 1 դրամով падգամավոր աշխատել։ Հիմա 3 Նարեկը հայտարարեց, որ ինքը պատրաստ է։ Մյուսները կտեսնենք, դա ամեն մարդ ինքն է որոշում, դա չկա։ Պարոն Կարապետյան, քանի որ փոխխոսնակի 3-րդ տեղը հասնելու է ուժեղ Հայաստանին, արդեն որոշել եք ով է զբաղեցնելու։ Դա դեռ չենք քննարկել, կքննարկենք, դուք կիմանաք։ Բայց կվերցնեք ամեն դեպքում։ Չենք քննարկել, հենց քննարկեցինք։ Այսինքն դեռ քննարկում եք վերցնել չվերցնելու հարցը։ Քննարկում ենք վերցնել Իսկ ինչու, եթե դա օրենքով հասնում է ուժեղ Հայաստանին, ինչու ազգային ժողովի նախագահությունում չունենա։ Տարբեր կարծիքներ կան թիմի մեջ, դա արդեն ժողովրդի հետ կապ չունի, թիմի մեջ տարբեր կարծիքներ կան։ Դուք հակված եք վերցնել, թե չվերցնելու, ձեր անձնական տեսակետը ո՞րն է։ Իմ անձնական տեսակետը հենց թիմի հետ քննարկեցինք, ձևավորեմ իմ անձնական տեսակետը։ Եվ պարոն Կարապետյան, դուք 300,000 աշխատատեղ եք Խոստանում ստեղծել, եթե լինեիք վարչապետ, հա։ Հիմա քանի որ չեք եղել վարչապետ, հնարավոր է հանուն Հայաստանի Հանրապետության մի կողմ թողնեք այս իշխանությունների հետ ձեր տարաձայնությունները եւ այդ 300,000 աշխատատեղ ստեղծելու, այսպես ասած, փաթեթը առանց իշխանության 300,000 աշխատատեղ ստեղծելը շատ դժվար է, բայց մենք մեր աշխատատեղերը ամեն օր ստեղծելու ենք, դուք էլ դա տեսնելու եք։ Նոր գործարաններ լինելու։ Անպայման։ Եվ պարոն Կարապետյան, ձեր անձնագրի գործերում, հա, ռուսական անձնագրի գործերում, ի վերջո FSB նշումը ինչով էր, ինչի հետ էր կապված։ Փաշինյանի պատվերով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է Ռուսաստանի կառույցներին ասել, որ ձեր անձնական գործերում ինքը նորմալ, հեսա տեսնենք ինչ է ասել Միշուստինին։ Ինքը նորմալ դեր ունի այնտեղ, մի կասկածեք, նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում, դրանով էլ պայքարեց մեր դեմ։ Ասեք Ռուսամեդը Ռուսաստանի հայ իշխանությունների Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի իշխանությունների ոչ միայն Ռուսամեդ, ինքը արևմուտքին ասում է ես ձեր լիմոնատնի Ջոնն եմ, ռուսներին ասում է ես ձեր Նիկոլայն եմ, հիմա ով ինչքան հավատում է, այդքան էլ հավատում է։ Այնտեղ միամիտ են, որ բանան անեն Նիկոլ Փաշինյանին չասի հավատալ։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է, ինչպես հայ ժողովրդին խապեց այս կամ տարի, այդպես էլ այդ երկրներին է խապում։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովի Երբ դու ընդունակ ես խապելու, մի վարքան Տիգրան, ընդունակ ես խապելու, դու խապում ես միշտ, ու կապ չունի ում ես խապում, բոլորին խապում ես, իսկ ինքը տարիներ շարունակ իր այդ հմտությունները ցույց է տվել ու ցույց է տալիս։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովը օրերս ընդունեց ընտրելու իրավունք ունենալու նոր պահանջներ սահմանող նախագիծը, ասում են, որ սա ուղիղ կապ ունի ձեր եւ ձեր ընտրողների հետ։ Ինչի համար է այս հապճեպությունը ընդունել այդ օրինագիծը, նոր ընտրությունների են պատրաստվում։ Ոչ, իրենք դրանով թաքցրեցին այն մանիպուլյացիաները, որոնք արեցին մեր նկատմամբ։ Բացարձակ մեզ համար մեկ շարունակություն չունի, որտեղից են գալիս, ովքեր են ընտրում, մենք հենվում ենք հայ ժողովրդի վրա։ Դրա համար դրանով իրենք ծածկեցին իրենց ստերը, որ նախընտրական փուլում իրագործում էին մեր նկատմամբ։ Այսինքն այդ աղմուկը ուզեցին փաստագրեն։ Այդ աղմուկը չկար, իրենք հնարեցին, իրենք հորինեցին, իրենք ձևավորեցին այդ աղմուկը, հիմա էլ ժամանակն է դա ինչ որ ձևի չեզոքացնել, չեզոքացվեցին։ Եվ պարոն Կարապետյան, կարծեք 2 օր անց ձեր խափամիջոցի հարցն է դարձյալ քննվելու, դատարանից ինչ եք ակնկալում այս անգամ հաշվի առնելով, որ իրավիճակը հետընտրական է։ Այս անգամ չգիտեմ ինչ եմ ակնկալում, դատարանը կորոշի։ Պարոն Կարապետյան, նախընտրական շրջանում ասում եք, որ փոփոխությունները հիմնականում մարզերից եք սկսելու։ Հիմա ինչ որ բան փոխվել է ձեր քաղաքականության մեջ։ Էլի մարզերից ներդրումների մարզերից սկսելու ենք, մասնակցել ենք բոլոր ոչ բոլոր, հիմնական թիմ ընտրություններին, դա լինելու է մեր գաղտնի ծրագրերի մաս, տանելու ենք հաղթանակներ, դուք էլ կտեսնեք։ Պարոն Կարապետյան, դուք տեղյակ եք եղել, որ ՀԵՑ-ը ձեր այլ ընկերություններից գնումներ է կատարել իր կարիքների համար, թե որ
Դա խնդրարույց համարել է, թե ոչ։ Դե հիմա չի կատարում։ Դուք էլ նայեք հեծի վիճակը։ Ասում հիմա 50 միլիոնյա բանը ֆինանսական պարտավորություն են կատարել հայտարարում են, հա։ 50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն իրենք փոխանակ արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, որ դուք պատկերացնեք, ընդամենը 100 հատ նոր միացում են արել։ 3000, 3500-ի փոխարեն։ Դրա համար առաջացել է այդ գումարը, մեծ խելք պետք չէր, որ բանկերի պարտավորություն փակելը, այ խելքը նրա համար է, որ իրագործեն արդիականացում, նոր միացումներ կատարեն, դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են, դուք էլ ուսումնասիրեք, կտեսնեք։ Գնաք, բայց դուք խնդրարույց չեք համարում, որ ձեր մի ընկերություն մյուսից գնում է արել, այլ մրցույթ չի հայտարարել, որովհետև այլտեղից կարող է ավելի էժան ձեռք բերել։ Դե հիմա կարող են ավելի էժան ձեռք բերել, բայց չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում այդ ներդրումային ծրագրերը կատարել։ Բայց թող ձեռք բերեն, մի տարի տարուց ավել կառավարում են։ Դուք կարծում եք, որ հեծի համար շահավետ եղել, երբ որ ձեր մյուս ընկերություններից են գնում։ Դե իհարկե ոչ միայն հեծի համար։ Մյուս ընկերությունը դա ինչ է նշանակում։ Դա գործարաններ են, որոնք կառուցվել են, որտեղ աշխատում են շատ աշխատողներ, հարկեր են վճարում Հայաստանում, իսկ իրեն գնացին ուրիշ ճանապարհով, փորձում են ինչ-որ բաներ գտնեն, ապացուցեն, բայց արդեն 1 տարի անցավ, դեռ ոչ մի բան չգտան, չապացուցեցին։ Սովորական Հեծն էլ փորձանքի կբերեն, ոչ։ Սովորական քաղաքացին ինչպես պիտի զգա պարոն Կարապետյան այդ ներդրումների չկատարելը, նշում եք, որ դրա հաշվին են Սովորական քաղաքացին, սովորական բիզնեսմենները ամեն օր դա զգում են հիմա, որովհետև 40%-ից ավելացել են անջատումներ։ Իսկ բիզնեսմենները մի օրինակ բերեմ, գործարան կամ հյուրանոց կամ շենք են կառուցում, պետք է նոր միացումներ լինել։ Այդ միացումները չկան։ Այսինքն դա դառնում է այդ բիզնեսմենների համար մեծ խնդրեմ, ինչը որ հիմա կա։ Պարոն Կարապետյան, դուք մի տարի առաջ մինչև Հայաստան գալը եւ այդ հայտարարություն անելը Դուբայում եք ապրում, խնդիրներ ունեիք Ռուսաստան գնալու թե ոչ։ Ոչ, ես ապրում եի 3 ամիս Ռուսաստանում, 4 ամիս։ 3-4 ամիս Դուբայում, Դուբայում։ Կներեք, դուք մեզ առույգ եք։ 2 ամիս Հայաստանում։ Գնաք։ Գնում ենք։ Մեզ պետք է առույգ։ Պաշտպանության կարիք ունեք լրացուցիչ։ Դուք Դուբայում ինչու եք Դուբայում ապրում, Ռուսաստանում խնդիր կար։ Ռուսաստանում խնդիր չկար, Ռուսաստանում սրտի է խնդիր կար։ Սրտի։ Ես ձմեռն էի գնում Դուբայ, որտեղից դուր էր գալիս։ Պարոն Կարապետյան, եւ 1 ժամից բարձրացնելու ծառայանի կապանմիջոցի հարցը, բայց սա առնչությամբ ինչ ունեք ասելու, գործարար է, գործընկերներ եք ի վերջո։ Ոչ միայն գործընկերներ ենք, մենք նաև ընկերներ ենք։ Իրենք վստահ եմ Սարուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու։ Սարուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Պարոն Կարապետյան, եւ ինձ հարցազրույցի առաջարկի հետ կապված ինչ մտածեցիք։ Էլի հարց ունեք, նկատի ունեմ Տիգրան հետ պայմանավորվեք, էլի։ Դուք այսինքն ձեր համաձայնությունը տալիս, դուք դեմ չեք։ Պարոն Կարապետյանը Արմենիա թեդեի հարգելի հետևորդներ ավարտվեց